Գիտեք, ուզում եմ որ օրդ բարի լինի, բարի լույս լինի, ես քեզ թե եմ տալի, դեռ չեմ լցրել։ Էսա շաքարավազել կլցնեմ, սպասի, դեռ չխմես, էս էլ ինձ լցնեմ։ Շաքարավազ լցնեմ քեզ Վարշավան ջան։ Ահա, սպասի կլցնեմ քեզ։ Հիշում ես այս սպասքը որտեղից ենք առել։ Սվերլովսկից այն ժամանակ Սվերլովսկ էր կոչվում, ինչ դժվարությամբ։ Հիշում ես ոնց էր նեղանում։ Իսկ հիմա գոհ ես որ վերցրել ենք, առել ենք, հա։ Հա, դիվարել ենք գոհ եմ էլի։ Գոհ ես, ապրես։ Թե իդ խմի։ Թե իդ խմի։ Իսկ խմորեղենից օգտվել ես։ Հա։ Հավանել ես։ Հա։ Օրը տեսնենք այսօր ոնց կանցնի։ Հույսով եմ որ լավ կլինի, կգնանք այգում մեր գործերը կշարունակենք։ Պամիդորը կհավաքենք։ Ապրես շատ լավ պատրաստել ես։ Հա։ Շնորհալի կին ես։ Ահա։ Հիշում ես որ ես ինչքան երկար տարիներ ենք ցենց անցկացրել այս օրերը, առավոտներ։ Ամենակարևորն է նա որ իր հետ մեծացել ենք։ Հա։ Ու դա մեծությունը Ես միշտ քեզ ասում եմ, չէ՞ որ մեծությունը դա կյանքի տված մի շնորհքներից նա մի լավ գործերից է, կյանքի ամենալավ բանը մեծությունն է։ Մեր ճակատագիրն է էլի թե կհացել ենք, թե ապրել ենք, մեծացել ենք։ Մեծացել ենք իհարկե։ Դե որ այդքան գովեցիր, ես էլ համտեսնեմ ոնցն է։ Դու չես ուզում, ի՞նչն ես ուզում, գաթա թե մեղրով տորթը։ Ասենց երցն։ Դա մեղրով նա վերցրուտ։ Իմիջալոց գիտես ես ինչ մեղրից են պատրաստել, դեռ մեր մեղրն է Վարշամով։ Հա։ Ամուսնուս հետ ծանոթացել եմ 68 թվի աշնանը, Գանձակարի դպրոցում էի աշխատում, ռուսասլերբի ուսուցչուհի էի։ Մի բարեկամ ունեմ, նա ասեց որ լավ աղջիկ կա մի հատ, ծանոթացեմ։ Այդ բարեկամս ինձ նկարագրում է շեկլիկ երկար հուսերով, իսկ Վարշամովը երազանքնել շեկլիկ աղջկա հետ ամուսնանա, գալիս է Գանձակարին դպրոց։ Ես գնացի դպրոց, ինչ որ պատճառ բռնեցի, թե իր մոտ գիրք եմ ուզում, տեսքը տեսա հավանեցի։ Հագու կապը շատ տեղը, դպրոցի դասատուները մտածում են, որ սա մի ինստրուկցիոնից է եկել, բայց այն ժամանակ ինքը ոստիկան էր։ Բայց իր շակերտներից մեկը շուստր է եղել, ասել էր, սա Հասմիկ Վաննոյն է հիմա եկել։ Գեղեցիկ էր։ Մենք ենք մեր սարերը ֆիլմը, որ նկարում էին, նկարահանում էին, Գանձակարում էր, չէ, ու ինքը գնում գալիս էր այդ ոստիկաններ ինքը, ասում են Սոս Սարգսյանին էին նման տալիս, եկա Վարշամյանն եկավ Սոս Սարգսյանն ալի, շատ գեղեցիկ տղամարդ էր ինքը, հիմա շակերտներն ասում էին բարեկազմ, գրավիչ տղամարդ է, տարիքով ինձնից մեծ էր, 10 տարի, բայց այդ տարիքը չէր զգացվում։ Չաղլիկ աղջիկ էր, սիրուն էր, ես որ գնացի մազերը սվեր, կտրած, ինքը գեղեցիկ, աչքերը սիրուն։ Ու այդպես եղավ մեր առաջի հանդիպումը, մեկ-երկու օր հետո ինքը իմ բարեկամի հետ եկավ մեր տուն այցի։ Գնացի խանութից շոկոլադ վերցրի, գնացի իրենց տուն, առանձնացանք առանձին սենյակ, խոսեցինք, թե չէ, չեմ ուզում, սենց շուտ է, ես չեմ ուզում, բան։ Ասի ես դեռ նպատակ ունեմ սովորելու։ Ասեցի, բա ինչ վստահ չես քեզանից, որ կարող ես ամուսնանաս, կին դառնաս։ Հա, թե բա ինչի չեմ կարալ ասում, տատիս շուտերնել եմ պահամ, գնում եմ տատիս օգնվել եմ, հա։ Տեսա որ իր մեջ ցանկություն կա։ Հա։ Ու եթե գումարեմ իրար հետ, մի 20-25 րոպե ենք զրուցել իրար հետ, բայց ինքը այնպես էր գրավել իմ բարեկամներին, որ ես տեղ չունեի հրաժարվելու իրանից։ Մեր գյուղում շատ աղջիկներ կար, համարյա ցանկություն ունեն, որ ինձ հետ ամուսնանան։ Ու ես էլ որ գնացելի ուրիշ տեղից աղջիկ էի բերել, տեսելին հավանելին, որ ինչքան սիրուն հարսն է։ Արդեն ճանապարհը ոնց որ բացվեց, մի քանի անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, էլ չէինք ուզում ուշացնենք, որոշեցինք նշանվենք։ 69 թվին փետրվարին մենք ամուսնացանք։ Ինքը չէր ուզում որ գյուղը կա, բայց համոզեցի։ 88 թվին մենք տեղափոխվեցինք Ծևքար գյուղը եւ առայժմ ապրում ենք այստեղ։
ունեմ 2 զավակ։ Ճիշտն ասած, մի սիրուն աղջիկ ունի, նա մահացավ, 4 թոռն ունեմ։ Վայ, սիմվոլիկներն են։ Այո, ողջունում եմ երեխեք ջան։ Լավ եք սովորում։ Այո, դե ավելի լավ սովորեցեք։ 17 տարեկանից սկսել եմ ուսուցչուհի աշխատելը Գանձակարում, 2 տարի տեղ եմ աշխատել, հետո տեղափոխվել եմ Իջևանի թիվ 3 դպրոցը, որ նոր բացվեց, առաջի դասատուներից մեկը ես եմ եղել դպրոցի, Իջևանի դպրոցից տեղափոխվել եմ Սևքարի դպրոցը։ Իմ կոչումը եղել այն, որ ես քայլում եմ գյուղով, ինձ բարև են տալի նախկին աշակերտները։ Իջևանում որ գնում ենք, Վարշավովն ասում է, ես էլ քեզ հետ ճամփա չեմ գնալու։ Սաղ քեզ ուշադրություն են դարձնում, ինձ չէ։ 90-ական թվականներին տեղափոխվել ենք Սևքար ու ընդհանուր առմամբ 61 տարի ես դպրոցում աշխատում եմ որպես ուսուցչուհի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ինչանա կնկալ ես արի հասվիլվան։ Կարոտել էի դպրոցը։ 2 ամիս է, չէ, ընդամենը օրեր է։ Դեռ 2 ամիս էլ չկա, բայց ինքն կարոտում եմ։ Նստիր, մենք էլ ձեզ ենք կարոտում։ Ձեր ներկայությունը, ձեր խոսքը, ձեր միջոցառումները լավ տեսքով եք։ Տանը հանգստանում եմ տնտեսական գործերով։ Երբեմն 5 գրքեր եմ թերթում, նորից այլ ձևով եմ նայում այդ բոլորին։ Դե գիտես էլի աշունա, բերքահավաք եւ այլն։ Հիմա առանձնապես օրս նույնիսկ չի հերիքում աշխատանքներից, բայց իհարկե դպրոց ուրիշ է, էլի միշտ կարոտում եմ։ Երեխաները որ գնում են վաղմուկելով, դուրս եմ գալիս հետևից նայում, հետ են դան, բարև Հասմիկանա, ոնց ես։ Դրանց է շոյվում եմ։ Բայց ես չեմ ասել, որ երբ կարոտեք կգաք դպրոց։ Ասել եք, ես հույս ունեմ, որ Էդիտան անպայման լավ աշակերտուհի եք աճեցրել։ Լավ եմ աճեցրել, երկրորդ դասային ճանաչում եմ իրան։ Պապիկը շատ շնորհալի մարդ է, ամեն մի մատը մի ոսկի է։ Շինարար եմ, իսկական շինարարությունն ավելի շատ է սիրում, գնաց շինարար տարը։ Այս շենքը ես եմ կառուցել, քարոզախն ինքն է տվել։ Մի մարդ ամեն մի մատը, մեր տանը ինչ որ կա ինքն է պատրաստել։ Շրջվես, ցանկապատը ինքն է, այս դարպասները, սեղաններ ունենք իրա պատրաստած, այնքան ինքը թեթև է սարքում, այդ սեղանը կարաս ինքդ մենակ վերցնես, տանես տարբեր տեղեր, ծանրություն չկա։ 300-400 հոգու սեղանի սարքեցի։ Մեր թղամասում չկա մի կին, որի համար նաթի սարքած չլինի։ Չկա մի տղամարդ, որի համար խոթավակելու գործիք սարքած չլինի ինքը։ Աշխատասերի ես, ինքն էլ շատ աշխատել։ Ոստիկան աշխատել մի 10 տարի, հետո գործիբերումով աշխատել ենք գյուղում։ Ջրային տնտեսություն կար այն ժամանակ, տեղը աշխատել, ունեցել ենք կովեր, ոչխարներ, խոզուկներ, հատկապես մեղուներս, որ հիմա չունեմ, շատ եմ ափսոսում, առողջապես կարողանամ գարնանը որոշել եմ, որ թորնիկներս ինձ համար մեղու առնեն։ Ու ես կշարունակեմ զբաղվել մեղվապահածությունից, շատ եմ սիրում դրանք։ Այգում ամեն մեկս մեր գործը ունենք։ Օրինակ ես չեմ կարողանում թոխ անել, որովհետև բույսերը կտրում եմ։ Իսկ ես քախան եմ անում, ջրում եմ, բերքը հավաքում եմ, բերում եմ դնում։ Սա մի րոպե նստում չի, սա որ աշխատում է, տնտեսական գործեր անում է։ Հա։ Զգուշ գնացինք, մեր վերջին բերքը հավաքենք։ Այսօր պամիդորը հավաքենք, վաղն էլ բազուկն ու վարունգը կհավաքենք, ինչ որ կա։ Մեր բերքն է։ Այս տարի քիչ էր, բայց լավ էր էլի որակով։ Մեզ հերիք էր անում, հա։ Մեզ հերիք արեց,
ամենօրյա օգտագործելու համար եղավ արդ կամոց այստեղ։ Ես այսից մտի։ Այ այստեղից այստեղից կամոց արի զգուշ, որտեղ ես չեմ քաղել դու քաղի հետեք։ Մերկու հատել դու պոտի։ Այ Հեսա, լավ բատանից լավ թթու եմ պատրաստել։ Այդպես Մարկո գնացինք։ Հա, ոչինչ, տեղով գնանք։ Ուրեմն հանամանց գնացինք։ Չէ, լավ, արի։ Մին էլի, մոտիկ տեղը։ Արի։ Արի։ Արի ես Մարկը քաղի։ Եկա։ Ես չեմ պուկում, մենա դու պուկ ել։ Հա, դե լավ, դու մենակ նայի, դες ոնց են հավաքում ես։ Ուտե ինչ թթու եմ պատրաստելու ես։ Կտրատած, որպեսզի ամբողջ բերքը օգտագործվի։ Կտրատած համամունքների հոտը ջանն է մտնում։ Հա։ Բայց մի քիչ ուշացրել ենք սրա քաղել հետիք։ Ափսոս է։ Խարաբալ եմ։ Հա, ճաչել ես։ Վաղնես տարիները կհանենք։ Հա։ Եթե այսօր չհասցնեն։ Կարամ արանք խանեմ։ Չէ, այսօր թող մնա։ Բայց լավ պամիդորներ շատ կա։ Եթե մի երկու օր շուտ էի քաղել, այս ճակ հացը չէր լինելու։ Անձրևներից առաջ, սաղ անձրևները փչացրել։ Ճակ հացը ոչինչ հոտա չի։ Հա, չէ, ճակ է դա ու փչացել, ահա։ Բայց ահագի կարմրել է, գիտես։ Հա, դա լավ է, էլի։ Կանաչ էր։ Հա։ Դե կարմրածը համարում, լավն է լավ։ Հա։ Լատես ինչ պամիդորն է։ Շատ ուժեղ է, հա։ Ես ավելի հոգատար եմ։ Սիրում եմ, որ առավոտը ես իրան ճանապարհեմ աշխատանքի։ Կնոջ հոգատարությունը հիմնականում կախված է ամուսնուն կերակրելուց, հագցնելուց, ինքը հագուստից նկատմամբ ուշադիր է, ուտելու ժամանակ ուշադիր է։ Ես միշտ սիրել եմ, որ ես իրան ոտից գլուխ նայեմ ու հետո իրան ճանապարհեմ։ Ձերքերս սկսեմ, օձիքը շոշափեմ, իբր թե թաշկինն կա թե չէ։ Հետևում էի, որ հագուստը համապատասխան լինի գույներով։ Եթե մենք միտեղ ենք գնում, ասում եմ, դե պիտի մենք այնպես հագնվենք, որ իրար հետ նման լինի, մեր հագուստի մեջ նմանություն լինի։ Որ ինքը տուն էր մտնում, ամեն ինչը կար։ Ոտերը պիտի տաք ջրի մեջ լիներ, դրածեր, սեղանի տակի։ Ուսապարկը ես էի հանում, ինքը հոգնած էր արդեն։ Ամեն ինչ սեղանի վրա դրված էր։ Ինքն էր գոհ ա եղել միշտ ինձանից։ Ճիշտն ասած, հատկապես այս վերջի շրջանները շատ հոգատար է։ Վախմահան կար մեռնը մնա մենակ։ Ու մենք մեկից մեկին խնայում ենք, որ ինչքան կարողանանք մի քիչ երկար իր հետ ապրենք։
Շատ հոյական նկարակեցիկ, շատ կարոտ լսեց։ Հիշում ես, որ ես նվագում էի, երգում էինք իրար հետ, լավ օրեր էինք անցկացնում, բայց դե գիտես, որ քանի տարի է, 30 տարուց ավելի, մայնեից հետո ես չեմ նվագել ու այսօր առաջի օրը նվագեցի, առաջի անգամ այս տարիներից։ Միայն քո համար, որ դու քեզ լավ զգաս, չասես հիվանդ եմ, շուտ ապաքինվես, հասկացանք իրար։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Ես էլ լավ զգացի, որ քեզ մի րոպեով կարողացա ուրախացնեմ սենց։ Ուրեմն միշտ էլ ասա ես լավ եմ արդեն, որ ես ինձ լավ զգամ։ Լավ եմ զգում ես։ Հիմա ուրախացա շատ։ Ուրախացար։ Ես էլ եմ գոհ, որ ես փոքրիկ անկապ նվագովս քեզ ուրախացրեցի։ Ապրես։ Տերություններ շատ կար։ Դա կարելի է նվագել չասել, բայց ամենայն դեպս հիշեցինք մեր ջահելությունները։ Քո համար մենակ։ Եղանակ, որ եղանակա միշտ արև կամ անձրև չիլեմ։ Մետ արև ալեմ, մետ անձրև ալեմ, ամասնության կյանքն էլ է երևակա հետ։ Մեկ կարող հարմարում չենք իրա հետ, մի վեճ առաջանում, այդ վեճերը մի որոշ ժամանակ ացակենում ինքը շուտ հարթում է։ Հարթվելու առաջին քայլը ես եմ կատարում։ Ցույց եմ տալի, որ ոչինչ չկա։ Մի քիչ պտտվում եմ, ու մեկ էլ գալիս եմ, ասում, արի սուրճ խմենք, թեյ խմենք, արի բարձրանանք վերև, կամ արի, գիտես ես ինչ լավ ֆիլմ է, նայում ենք, այդպես։ Ասում արի, որպեսզի այսօրը մի քիչ կարճանա, մեր դոմինո խաղանենք, ճիշտ է, դու չես սիրում, բայց դե համենայն դեպս բեր զբաղվենք, հետ մեր զրույց կանենք, օրներ կանցնի, քեզ էլ լավ կզգաս։ Դե ինչքան հարգել ես, ընդունել ես, այնքան էլ ասածներ չես արել։ Հիմա տես, այս պահարանի մոտ նստած ենք, մի հատ նայի պահարանին, ինչ որ մի բան քեզ հուշում է այդ պահարանը, որ ինձ շատ նեղացրել է։ Ապակին դե ես բերի, այդանը կոտրեց էլ չբերի։ Էլ ինչ աշխարհում էլ ապակի չկար։ Դե որ հերո եմ լինեմ ոչինչ, բայց որ մոտիկ եմ լինում անտակ հիշում եմ ու նեղանում։ Դե ճիշտն ասած, հիմա դե որ չես աշխատում, այս գրապահարանը քեզ պետք է չի։ Չէ, դե հանձն գրադարանի։ Դե շուտ է գրադարանի հանձնելը։ Գրադարանը մեր աղջիկն աշխատում, որ պետք է կլինի կտանի, բայց 3-1 այսօր 2 չեմ աշխատում, դու չգիտես, որ սրանք բոլորը ինձ պետք է կանեն։ Հիմա նորից եմ սկսելու կարդալն էլի արդեն դրանք, ուրիշ ձևով արդեն ընկալելու դրանք։ Այստեղ մի ապակ է մնացել որ գցեմ։ Գցեմ։ Շատ փոքրիկ գործերին, որ կարաս ավարտին հասցնես։ Կարաս, խոսք տվեցիր, որ կարաս ավարտին հասցնես։ Բայց ասեմ քեզ, իմ գրքերի հետ գործ չունես, իմ գրքերը դեռ մնում այն։ Հիմա մենք իր հետ ազատ ժամանակ շատ ենք անցկացնում։ Սովորեցրել է, որ նարդի խաղանենք իրար հետ։ Կարած չունենք։ Երկուս էլ հոգնած ենք դիմավորում երեկոն։ Հիմա ամենաշատը խաղում ենք դոմինո իրար հետ։ Դե բեր դոմինոն խաղանք, բաժանենք, վերցրու քեզ, 7 հատ վերցրու, ես էլ ինձ համար եմ վերցնում, ուրեմն ես 4, ես էլ 6, ես էլ 7, վերցրեցիր, դե հիմա նայի տես 3-2-ը որից մոտ է նայա սկսելու խաղը, ստուգենք տեսնեղ, էլ մի չարչարվի իմ մոտ է, դե տարի, խնդրեմ 3-3 3-2 որը կա քո մոտ ար հերթքունն է ես 2-ն է ես էլ խնդրեմ 3 այսին կարանք մի գեղեցիկ ինչ-որ մի բան կառուցենք դոմինոներով շինարար տղա ես լիման այն տեսնեմ ես ունեմ թե չէ էդիկ Մեր կյանքի ամենալավ օրերից որ մեկն էր քեզ համար։ Որ նային են ծնվեց։ Որ այդ վաղտը, արդեն ընտանիք եղանք մենք։ Ես գիտես, մեր հարսանիքն էլ եմ հիշում։ Առաջ մինչև հարսանիքը օրերը տակ էր, ձմեռը ուշ եկա։ Մեր հարսանիքից ժամանակ ձուն եկա։ Հարևանները, ասել էին, որ Վարշանան Էդիկը ոչ թե հարս է բերել,
այլ մի հատ ջունի կա բերել, ես դա չեմ մոռանում։ Ու ինչքան էլ որ իրանք ինձ տեսել են, այդքան էլ ասել են, որ իրանք հիացած են եղել, թե ես ինչքան գեղեցիկ հարս եմ եղել։ Իսկ դու մոռացել ես։ Ինձ համար մի քիչ դժվար է եղել։ Ինքն էլ դժվար, որ ասես, որ ես գեղեցիկ եմ եղել, դա է դժվար։ Չէ։ Բա, բանը ընտանեկան ծախսեր։ հա, դու վերջացրիր, չէ, բայց մի վերջացրեցիր, հաղթանակեցիր։ Այս հաղթանակի առիթով ինձ ինչ կարաս խոստաս։ Անպայման կավարտեմ։ Անպայման կավարտ։ Ապակիներ ունեմ։ Հա, Մենակ քցելն է ես։ դու կանես, հա։ Հա։ Դու կան։ Դե շնորհակալ եմ։ Հաճելի էր, էլի լավ չէր, ես խաղա, զբաղվեցի։ Շախմատ խաղալն եմ սիրում։ Հա, շախմատը, դե դու ազնվական ցեղի ներկայացուցիչն ես։ Երկար համատեղ կյանքը համարյա թե կախված է եղել իրանից։ Կարողացել է համակերպվի, համոզի։ Ես իրա կողքին եմ եղել միշտ։ Հանդուրժողական եմ եղել ես։ Դե որ սիրես չես կարալ միասին ապրես։ Դրա համար էլ սիրում եմ որ հետ ապրենք էլ։ Ընտանիք կազմելը դա կատակ բան չի, դա սրբություն է։ Արես որ մի քիչ անցյալը մեր հիշենք։ Ես մոռացել եմ որտեղ ենք նկարվել։ Էս Մինասյանի մոտ ֆոտո եմ նենք նկարվել։ Մայիսներ դետը չես տեսնում, ես ամառային շորով եմ։ Հա։ Հա, մեր առաջին նկարն է սա։ Ու մեր հիմքն է, էլի սա։ Հա։ Մեր հիմքն է սա։ Ամեն ինչը մոռացվում է, Էդիկ ջան, բայց հիշողությունները քեզ հետ է։ Ու այս ալբոմները, որ մենք թերթում ենք, մեր կյանքի էջերն ենք թերթում, մեր հիշողությունները։ Այո, այս է, գեղեցիկ ենք, չէ։ Հա, շատ։ Իսկ ես մի նկարը, ով այս գեղեցիկ տղան։ Դա բանակում եմ նկարվել, Հա։ Ռիբինսկ քաղաքում։ Ու այս բոլոր նկարները ինձ լավ հիշողություններ են բերում, որովհետև երիտասարդ էինք ու առաջի անգամ մենք որոշեցինք միասին գնանք ինչ-որ միտեղ ճանապարհորդության ու շատ հետաքրքիր վայրերում մենք եղանք։ Ակվարիումը տեսանք, ծովի տակին, հետո նրանց բուսաբանական այգին, այո, շատ հետաքրքիր էր, հա։ Այս նկարն էլ եմ ես շատ սիրում։ Ես Նարինես ենք, հա։ Էդ ծով գնալուց առաջ նկարվեցինք կարծեմ։ Չէ, ավելի շուտ է եղել սա։ Վայ, էս լավ նկար է, Էդիկ, բասա որ նկարն է։ Վերը։ Էս, կարաս հիշես։ Շատ հիշողություններ է բերում մոտ ու շատ եմ սիրում այս նկար Գանձակարի դպրոցի ուսուցչանոցն։ Հա, դետ նույնը չնաչում։ Դու բոլորին ճանաչում ես։ Էս էլ լավ նկար է Վարշավով։ Ես ու քույրիկս ենք դպրոցական։ Հա։ Այս ամենաշատ հիշողությունները էս է, որովհետև մեր առաջի ճամփորդությունն է մենակ ու շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ես դա չեմ մոռանում։ Այստեղ ես լավ չեմ տեսել։ Չէ, Բայց դե դու տանն աշխատում ես, թե ինչ ես անում, ես էլ դպրոցից եկել եմ, ես էլ Անուշիկն է։ Աշնան միջոցառում են կարել, ինչ են կարել, իրար հետ եկել ենք։ Ինչ ալուց ասեմ քեզ, անդադ ասում ես ստեղ ես լավ չեմ, դու լավ ես, ավելի չի լավ։ Հա։ Հա, դե լավ, դե որ համաձայն ես, վերջացնենք ես էլ, ինչքան հիշողությունները գիրկը ընգանք, Էրիկ։ Ժամանակին բամբակ եմ եղել, բայց հիմա դե որ պապիկը ես վիճակին է, արդեն զանգակը ես եմ դարձել, անկախ ինձանից։ Զանգակը Հասմիկն է, բամբակը ես։ Զգուշի չէ Էդիկ, կամաց, մի արագա։ Հա, ծախենքաց։ Նայի հլը լրջին, բադիկներին նայի տես, ինչքան գեղեցիկ են, սիրում են։ Դեն ասեն լռակյացներից է, թե են կրկրացողներից է։ Կաման ծարի։ Էդիկ հաճելի չի։ Շատ հաճելի, ամբողջ օրը տանը, գործերով, հոգսերով, ինչքան լավ, որ մեկ-մեկ էլ մարդ դուրս գա և տեսնի, թե իր շրջապատում ինչ կա։ Ու ընդհանրապես լնայի լեռներին, լիճը, լեռները, հրաշքա էլ ուղղակի, մեր բնությունը, մեր հայրենիքը,
ու մենք պիտի դեռ երկար ապրենք ու զմայրվենք մեր հայրենիքով։ Առողջություն լինի քեզ, որ էլի կարողանանք գանք։ Բայց գիտես մեր կյանքից ինչ է հիշեցի, այն կոմետան, որ Սև ծովում Սուխումին նստեցի։ Դու այն ժամանակ ավելի ուժեղ էիր, իսկ ես վախկոտ էի։ Հիմա երկուս էլ թոշակառու ենք։ Այո։ Ժամանակ շատ ունենք, կարող ենք գանք, այո։ Էդիկ, այս գինտարյա մենք միասին ենք, այս դար իրար հետ ենք ապրում, մի բան ավել։ Ոնց ենք ապրել իրար հետ, դու գոհ ես քո կյանքից, քո ապրելակերպից։ Գոհ եմ, լինում է դժվարություններ, լինում է ուրախություններ, կարողացել ենք հաղթահարել և այդ հաղթահարել ենք, միասին ապրել ենք։ Կյանքում ոչ միայն խաղաղ օրեր են համբույրներ, ծիծաղ եւ այլն, բայց մարդիկ իրանց կյանքում հանդիպում են կարկուտել, անձրևել, տարբեր վատ եղանակներ էլ, ու ես ու դու կարողացել ենք միասին հաղթահարենք այդ բոլոր դժվարությունները, ու դա հերոսական գործ է եղել, այսօր միասին ենք։ Ես իմ Փայ Աստծուց գոհ եմ, որ այսքան տարի ապրել եմ, 86 տարեկան եմ, դրանից ավել էլ ինչ եմ ուզում։ Շնորհակալ եմ, որ դու ես ինձ վտահել, շնորհակալ եմ, որ միասին ապրել ենք և քո հոգատարությամբ։ Ես էլ եմ շնորհակալ, որ դու ինձ գնահատում ես։ Հիմա մենք որս ենք զանգակ, որս ենք բամբակ։ Բամբակը չի լավ։ Հա։ Դե դու բամբակն ես, ես զանգակն եմ, էլ ասեցի։ Լավ, Վարշամով, դու ես ինձ համբուրում, թե ես եմ քեզ համբուրում։ Ես քեզ համբուրեմ։ Դե, ահա, այստեղից համբուրի։ Ապրես։ Էդիկ ջան, 57 տարի մենք միասին ապրել ենք կողք կողքի, էլի ենք ապրելու, էլի աշուններ ու գարուններ ենք ընդունելու ու ճանապարհենք։ Կարողացել ենք մեր դժվարությունները հաղթահարել ու մեր եղածը ապրել։ Հասմիկ ջան, շատ շնորհակալ եմ, չափից ավել։ Դե մի մեծացել եմ, կարող այսօր կամ եք ու չկամ։ Էդիկ ջան, ես միշտ քեզ հետ եմ ու մենք մի փոքրիկ անառողջություններ կհաղթահարենք։ Ոչ մի վտանգավոր բան չկա, դու իզուր մի հուսահատվի։ Ես քո կողակից ընկերն եմ, չէ՞։ Դու ինձ վստահել ես, ես էլ քեզ եմ վստահում։ Ուրեմն այս պահին էլ վստահի քո առողջությունը ինձ։ Ես այնպես կանեմ, որ մենք երկար կապրենք միասին եւ մեր թորներին կամուսնացնենք, ծուռնիկների համար էլ դու օրորոց կպատրաստես, ոնց որ իրանց համար։ Ապրես։